Բարև բոլորին, դիտողային գեյմերը Մուրոյ ջան, այսօր մենք շարունակում ենք խաղալ Age of History 3 ու այսօր արդեն մաս 2-ն է, մենք գնում ենք, որ մենք գնում ենք էլի Հայաստանը հզորացնելու, Հայաստանը ուժեղացնելու ու Ռուսաստանի հետ բոլոր երկրներին ծեծելու, ասենց ասած Կանանք սես մի անգամից դնենք ես մեր զորքերի վիճակ էլի խնդրում եմ ինքան թույլ է մեր զորքերը անկեղծ բանամ ասում բայց դի մեզ ընդհանրապես չի հետաքրքրում վայ էլի սրանք հասան արա ինչ եք ուզում ինձանից Կին իրանք ստիպում ինձ, որ ես մի հատ նեն զորք սարքեմ, որոնց չափալախ եմ ամեն անգամ իրանց ստի գալուց։ Շո, Ռուսաստանի հետ մենք պատերազմ ենք անում Վրաստանի դեմ, հիմա դուք կարող եք տեսնել, որ Վրաստանը կիսում է մեր զորքերին ու ընդհանրապես կիսում էր մեզ, բայց դե Ռուսաստան հիշենք մենք ունենք այդպես ուժեղանքեր, որ մի հատ ճտոցով կամ մի հատ մատի հղումով Վրաստանին կկիսի ժող։ Հիմա Ռուսաստանը մեր հետ մի քիչ վատ է, ոչինչ, մենք իդեպ մենք Ռուսաստանի հետ 49 թիվ, դեր 15 տարի կա 15 տարի Ժող ջան, մի հատ այս սրանցից էլի մի քանի հատ առնենք Օպալյա, չուսն էլ առանք Շյում, մեր թազա գրաված տեղերը չեն գրել, դրամա տնենք Հատ պատրաստեք Թուրքիայի դեմ Պատրաստեք, չէ, մի հատ Թուրքիայի դեմ Այսօր եմ, որ Թուրքիայի դեմ էլ ենք պատրաստում Վայ, էլիս հիմարները եկան նայք ժող Էլի եկան հիմարները Շատ ուժեղ վատաններ Պիզերի վատաններ Անտանելի ձևի վատացանք Թուրքիայի հետ Ընքան վատացանք, որ արդեն պատերազմ ենք անում Ռուսաստանը եկավ և փրկեց մեզ Ապրես Ռուսաստան Հիանալի Որս ինչ անում Ռուսաստանը Ռուսաստանը ինչ անում Ռուսաստանը կիսում է Ռուսաստանը կիսում է ժող լստի նայք Որս ստի մի քիչ թուրքական զորքեր կան, բայց դե հետի բնականաբար Թուրքիայում զորքեր կան Թուրքիան всё-таки նես չի անկապ երգիրա ժող ուժեղ է Թուրքիան շատ ուժեղ է ժող Բայց այդ Սիրիան մի գրավի արի ահա թույն ժող նայեք ինչ արինք Սիրիային ու Թուրքիան Ռուսաստանը կարելի ասել մենակ կիսեց ժող մեկ բայց իրական Ռուսաստանի վիճակը վաննել վերցին իա Վայ չի թողում եկան Տիվ չստին Դեմ կորսը գոնը կվերցնեմ ժող Բայց սիրգիս ենք Սենց է կանենք Սենց է լարին ժող ես Հիմա դուք կարող ենք կրահել, որ Ադրբեջանի հերթն է Ռուսաստանի հետ բնականաբար մեր հարաբերությունները ահավոր ընկնում է, որտեղ վրա ասենք Թուրքիայի հետ պատերազմ, հիմա ասենք այս Ադրբեջանի դեմ պատերազմ, ահավոր է ժող, Բաքուն ամնացի ժող, բայց երևի սենց անեմ, որովհետև ասեմ դες Բաքուն ահավոր, չնես չէ, սենցը կանենք, որ հետո ինչ-որ մի ուրիշ երգիր ժող ջան չգրավի իրան, մենք հիմա իրան կալսը շրջապատել ենք ժող, նայք, ասենց շրջապատել ենք, թե չէ այն ժամանակ վտանգ կար, որ Իրանը կարա ասենց գրավի Ադրբեջանին, բայց հիմա չկա, բայց տեղ արդեն ուրիշ երկրները կարան գրավեն, Ղազախստան, դե Տուրկմենստան,
Մի խոսքով ընդ շատ երկրներ կան գրել եմ։ Մի խոսքով, так, Ռուսաստանի զորքերը դեռևս մեր մոտ են, դա ինձ լավ է։ Այդ Ռուսաստանի զորքերը մեր մոտ են, вообще շատ լավ կլինի, բայց մենք կարանք մի քիչ էկոնոմիկան զարգացնենք, որովհետև մեր էկոնոմիկան շատ քիչ է ասենց ասած, ահա որ զարգացնենք մեր էկոնոմիկան, որովհետև դուք կարող եք նկատել, որ մենք հիմա 80-րդ տեղն ենք ու այն ժամանակ մենք 130, եթե չեմ սխալվում, 130 քանիերորդ տեղն ենք։ Հիմա 81-րդ տեղն ենք ու դուք նայեք պրոստը, որ այսքան էկոնոմիկան նայեք, վարկյանը մեկ կարող է իջնել, նայեք 88 դառանք։ Այդքան արագ իջնում է մեր էկոնոմիկան, բայց նայեք, այդքան բանը սարքեցինք, դառանք աշխարհում 74-րդ տեղը։ Դուք հենց հիմա կարող եք ձախ վերևում տեսնել աստղիկա, այնտեղ կարող եք տեսնել։ Տեսեք հիմա այս մայրաքաղաքն է, կավը ճիշտ է, էլի տես մայրաքաղաքն է գլխավոր մնացել, ճիշտ այն ժամանակ եթե չեմ սխալվում կամ Բաթումին էր կամ Թբիլիսին, չեմ հիշում անկեղծ ասած, բայց իմ նոր Թբիլիսին էր։ Սեյվ ալինում խաղը, այդ ամենանորմալ բանն է, если что, սկալդի մեջ։ Տեսեք հիմա աշխարհում 72-րդ տեղն ենք։ Այդ ոնց են ներվերի սազդում սրանք, այս կեկտոտ ռազբորնիկները, ժող ջան։ Հիմա մեզ նատ զորք է պետք, ինձ գժվեցրին սրանք, դավայ տղերք։ Նատ այս ես 13 զորք ենք ցույց ու իրանց գեներալով, իրանց գնդապետով, ամեն ինչով ժողս։ Այսինքն ենք անում, այդ ուժը գնդապետ ու գնաց ժող, այսին արի կիսել է, ահա, կիսեց սրան, հիմա այստեղ, բռնեց, սպան դարեց, չլավա Երևանը խոսքի չեն ասենց ասած գրավել, ժող ջան, որտև Երևանը որ գրավում են, շատ դժվար է քո զորքերով սենց ասած իրան ոնց ասեմ, շատ դժվար է մի խոսքով, փոքրս հիմա ճիշտ է կարող է մի քիչ իջնի, բան լինի, որովհետև դա նորմալ է, ժողովուրդ ջան, դա ընդհանրապես շատ նորմալ է, նույնիսկ ասեի, որովհետև մեր զորքերը վերականգնվում են, որովհետև հենց նոր խոսքի պատերազմ արեցին, տեսեք աշխարհում առաջին տեղը Գերմանիան է, հետո Ինդիան արդեն Հնդկաստանի ժողովուրդն այն ժամանակ ես որ ասենք խաղում էի, շատ ուժեղ էր դառնում, sense մեծանում էր ահավոր, շատ էր մեծանում, որ արդեն հասնում էր Իրանին, Չինաստանին, ու պատկերացնեք Նեպալն դե իր կողքի պետությունն սա կուլ էր տալի, ու ես այն ժամանակ որ խաղում էի Իրանը գրավել էի, հետո ինձ Չինաստանը մի բան առաջարկեց, չգիտեմ ոնց է առաջարկել, բայց առաջարկել է ժողովուրդ ջան, ասեմ ձեզ ինչ է առաջարկել, ինքը ինձ ինչ-որ մի ձև ասեց, որ արին հարցակին սենց ասած Հնդկաստանի վրա, որովհետև էդի ինձ էլ էր սենց ասած օգուտ ժողովուրդ ջան, որովհետև ամեն վարքյան կարար Հնդկաստանին իմ վրա էր հարցակվել ու ինձ սենց ասած խեղդել, ուտես, պանդաներ, մի խոսքով, ասենք, որ Հնդկաստանի էկոնոմիկան 1200 Ռուսաստանի 1100, չո, ապշա ասենք Ռուսաստանի ավելի շատ պետք է լինի, ինքը ավելի մեծ է, հա, ժող, իրական տենց պետք է լինի, նրանք սրանից ենք սարքում, ու մենք հիմա ամենաէժան բանները պետք է սարքենք, որտեղ մենք այդքան է գումար չունենք, հասկացեք, սենց ենք անում, արայլի հարցիկ են, ժող, արեկար սնվերը, արիստի, հիմա էլի պետք է մենք փող ծախսենք, կարս ենք ուղարկում էր զորքերի, հիմա այդ վերջնականապես Բաքուն չգրավենք Ադրբեջանը, արա, հատավա, հնարստի, ես օրո, գիսիմ ժող,
Ջոբի դաժե ես իմ թուլը զորքերով կիսեմ։ Իրականում այս զորքերը հիմա շատ թուլ է ժող։ Նայք չեն կարում ասեմ բապում գրավեն։ Դրամա պետք է թալանենք ստիպված։ Վրաստանը կարակ կիսեմ։ Օրո, ինչ կարանք սրա մասին մոռանանք ժող։ Լավ էլի։ Ինչքան կարա շատ փող, վայքու։ Ոյ, ապրես Ռուսաստան, ես քեզ սիրում եմ։ Ուրեմն ես մի հատ բացատրեմ ձեր ինչ պատահեց։ Ես որ մի քիչ առաջ ասում էի, օրո, դա շատ կարևոր էր, որովհետև ժող ջան, մեր Ռուսաստանի ալյանսը 49 թվականին վերջանում էր, 2049 թվականին ավարտվեց ու մոտ գումար չկար, որ ես տայի Ռուսաստանին համոզեի, որ ինքը իմ հետ էլի ալյանս լինի, որտեղ այս կարգի մեջ շատ կարևոր է իմ համար Ռուսաստանի հետ ալյանս լինելը, թե չէ ինձ կողմից պետությունները Իրանը, Ադրբեջանը, նույնիսկ Վրաստանը սաղ կկիսեին ինձ ժողս այդպես, որովհետև իրանք ինձանից շատ ուժեղ են ժող, հա շատ ուժեղ են ժող, իրոք շատ ուժեղ են, իմ զորքերին կիսեցին, դա իրականում լավ է ժող ջան, ես շատ գոհ եմ, որ իմ զորքերին սպանեցին ու ես էլ զորք չունեմ, ասեմ ինչի ժող ջան, որովհետև եթե իմ զորքերը ելնում է, իմ դախոտը քչանում է, դուք նոր, վայ, ձեր մասին լրիվ էի մոռացել, գիտեք, մենք բռնենք հարձակվենք Թուրքիայի վրա նորից, Թուրքիա ջան բալուսակ պես, բայց Սիրիայում ինչ կա չկա, Ռուսաստան, նայքենա Ռուսաստանը ստիս մոտով, գնոց, Թուրքիային կիսում է Ռուսաստանը, ահա Սիրիայի զորքերը, վայ, օրո, Թուրքիան մի հատ Ռուսաստանի, սենց ասած մի քիչ ուժեղ զորք, նոր սպանեց, սենց ասած հաղթեց այդ զորքին, ինչ վատ է, որտեղ Ռուսաստանը մեր ընկերն է, ու ամեն իրա նույնիսկ չնչինը, որ 37,000 զորք, որ ինքը կարող վարի տա, այդ շատ վատ է մեր համար ժող, որովհետև հասկացեք, ասած Ռուսաստանի շնորհիվ է, որ մենք մեծանում ենք, հզորանում ենք, ժողս, ու էդի վատ է, որ Ռուսաստանը դաժե չնչին մի հատ զորք կարա բանը լինի, ասենք, վերանա, պրոստը տակ, հենա, տեսեք, ինքը չի վերացել, պրոստը վիրավորվել է, այդ նույնիսկ վատ է, մեր էկոնոմիկան 143 է, Ադրբեջանի էկոնոմիկան 18 և Վրաստանի էկոնոմիկան 16 դե ես անկեղծս ես նոր պահի վրես ասի կարող ասենք Վրաստանի էկոնոմիկան անդե 143 է չտա ես անկեղծս ես վանը վերցնենք վերջապես դե ուր իսիլ են կորում վեյկոնին դույես նյակ ըստ է երկրորդ մեր սևանալիշն է լավ քերեք ունեցուկի Այսին նայք մեր Սևանն է, ժողոս ասա մեր Սևանը Յանում թե Երևանին կպած ասենց Երևանից մի երկու ոտ է էլի հասնել Սևան, դա չէ ինչ լավ տում բացենք თუ ժամանակը գնա իրա հունով ամեն ինչով իրա հավեսով կարելի է մի երկու հատ բանկ կառուցել ճիշտ է ես մի երկու հատ մի 5 հատ բանկ սարքենք դավա ես համաձայն եմ Սենց սարքում եմ 4 հատ բանկ սարքեցինք ժող պատկերացնում եք հիմա մենք 86-րդ տեղն ենք աշխարհում ժող մեկ էդի վատա բա ինչա ժողս ասենք 86-րդ տեղը այն 85 նայեք արդեն 87-րդ տեղն են այն 86 երկրները այնով գերին որ ասենք պետք է Հայաստանից խոսքի
առավել լինեն, չէ՞ կատեր բան գազ դու, դամը, արագ ներվորս գնաց արդեն, դիսեք Ռուսաստանը, Ադրբեջան տելեֆոն, Ռուսաստանը եկավ, Ռուսաստանը հասցնում իր գալ, իր համար այս կավի մեջ մի հատ եմ խորհուրդ տալի, իրականում այս կավի մեջ դեմից Գերմանիան ա ուժեղող, դուք կարաք Գերմանիան վերցնեք, էլի բան չասի, բայց Գերմանիայով կանան խաղանք հետագայում բան է, բայց մի բան ասեմ, դուք կարող եք մտածեք, ասենք, եթե ամենաուժեղով Գերմանիան ա, դուք ես Ռուսաստանի հետ ալյանսում, ճիշտ ա, ես էլ այդ հարցը այն ժամանակ, որ իմ ընկերներն են հարցը տվել, ես ինձ մի հատ հստակ պատասխան Հայաստանը էսի չէ, այո, Գերմանիան հեսա ժողովուրդ, նայեք Գերմանիան հես, Գերմանիային անկեղծեսից ճնշում են, դրա համար ինքը հիմա երկրորդ տեղն ա, լավ ճնշում են Գերմանիային, շատ ուժեղ են ճնշում, որը անկեղծեսից մի քիչ դուր ա գալի, մի քիչ դուր չի գալի, բայց հիմա առաջին տեղով Ամերիկան է առաջին տեղը, բայց ուզում եմ հասկանամ իրան ով ա ճնշում, ստե միակ ճնշողը իրան Ֆրանսիան ա, Հոլանդիան ու Իտալիան, որովհետև ցույց տամ ձեզ մի հատ պարզ պատճառ, որովհետև Ֆրանսիան երրորդ տեղն ա, Իտալիան 6-րդ, Հոլանդիան 13-րդ, չի բացառվում, Ալիասն է ու հեշտ ու հանգիստ ինչ անել երեխաների հետ Այսը կլինի, մենք Ռուսաստանի հետ պատերազմ կանելու ես արդեն Ռուսաստանյան անում Ռուսաստան դավակեցի, ինքը մենք Ռուսաստանին ինչ բան անենք սենց ասից, մի քիչ կարելի է համ մեր հարաբերությունները կլավանա համ վայ, երակլին կոնես մսիրիեմ, Ռուսաստանը կմցելի Ադրբեջանը գրավում, չի լի Դե ինչ սիրելի բաժանորդներ, ձեր տեղ խորեն գեյմերը, դուք դրեք լայքերը, բաժանորդագրվեք ալիքին, ինչ ձեր տեղ խորեն գեյմերը, ես լարինք, եսա մի երկու հատ սապերնիկ մեզ վերակալը, դուք իմ թշնամիներն եք էշոր մայց հետո, նենց, այ, դե ինչ սիրելի բաժանորդներ, դրեք լայքերը, բաժանորդագրվեք ալիքին, ձեր տեղ խորեն գեյմերը, ու ժողջան, մի հատ էլ փաստ ասեմ, ուղղակի կասեմ երկար ժամանակով FIFA չի ելնելու, երկար ժամանակ հետո դուք կիմանաք ինչի համար չի ելնելու, դե ինչ սիրելի բաժանորդներ, դե խորեն գեյմերը, դե ինչ, stay tuned